Բարև ձեզ, ես Տիգրան Խզմալյանն եմ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ։ Այսօր 2026 թվականի հունիսի 11-ն է եւ մենք կրկին շրջում ենք ավազե ժամացույցը։ Անցան սպասված ընտրությունները, որևէ անսպասելի բան տեղի չունեցավ։ Ավելի ճիշտ ոչինչ տեղի չունեցավ Հայաստանի ներքին եւ արտաքին կարգավիճակում։ Ողջ աշխարհը ողջունում է ժողովրդավարության հաղթանակը Հայաստանում։ Ես որոշ ժամանակ առաջ օրինակ եմ բերել, հիշեցնելով, որ մայիսի 1-ին լուր հայտնվեց, թե Երևանի կենթանաբանական այգուց զեբրա էր փախել, նկարի անեցին այդ խեղճ զեբրային, հետո կենթանաբանական այգու աշխատողները զարմացած հայտնեցին, որ իրենց մոտից ոչ մի զեբրա չի պակասել, զեբրան ոչ մի կերպ չէր ենթարկվում, չէր գնում, չէր մտնում, իրեն քաշում էին այստեղ, այնտեղ, հետո պարզվեց, որ դա ներկած իշուկ է, էշ, ավանակ։ Կարծում եմ մեր երկիրը հիմա մոտավորապես այս վիճակում է, հեռվից հատկապես արտասահմանից թվում է, որ սա ժողովրդավարական զեբրա է։ Հետո մի քիչ ջուր կշփեն վրան, փորձելով համառությունը ջարդել կամ պարզապես անձրև կգա եւ ներկը կթափվի ու կերևա, որ զեբրայի փոխարեն դա նույն հին էշն է։ Ես կրկնում եմ այդ գնահատականը, որը տվել էի ընտրություններից առաջ, որովհետև մենք ապրում ենք ներսում եւ մենք ամեն ինչ տեսնում ենք շատ ավելի լավ, քան հեռվից է երևում։ Մենք տեսնում ենք, որ ազգային ժողովի կազմը չի փոխվել, նույն մարդիկ են, կամ նույն ուժերը, միգուցե մի քանի դեմք է փոխվել։ Փաշինյանը բացարձակապես վերջերս, մի քանի օր առաջ դեռ նախընտրական շրջանում երթվում էր եւ ճչում էր միտինգներից մեկի ժամանակ բոլորը նստելու են, Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, ելով Գագիկ Ծառուկյանը նստելու է, բոլորին նստեցնելու եմ։ Նա ճիշտ էր, նա կատարեց իր խոստումը, նա բոլորին նստացրեց ազգային ժողով։ Մենք կրկին անգամ չհասկացանք մեր վարչապետի անկեղծությունը։ Նա միշտ անկեղծ է, երբ որ նա գոռում էր այն, ինչ մեզ թվում էր Արցախը Հայաստանը է վերջ, նա իրականում ասում էր հարցականը։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Եվ այդ վերջը նա տվեց։ Երբ նա ասում է, որ բոլորը նստելու են, նա նույնպես անկեղծ է։ Բոլորը նստել են իրենց տեղերում, ազգային ժողովում, անձեռնմխելիությամբ պաշտպանված Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը։ Դուք դա տեսել եք, դա ես չեմ հորինել։ Ես պարզապես կանխազգում էի ու կանխատեսում էի, զգուշացնում էի ձեզ ժողովուրդ ջան։ Հիշում եք։ Նայեք, YouTube-ը ոչինչ չի թաքցնում, ամեն ինչ պահում է։ Իմիջիալոց YouTube-ի մասին երկու խոսք։ Բավական տարօրինակ իրավիճակ է։ Այն ինչ ես ասում եմ YouTube-ով, վերջին շաբաթների ընթացքում ունի շատ ցածր դիտում, 1.5, 2000, 1 մինչև 3000։ Բացարձակապես նույնը, նույն օրին, նույն թեմայով։ Ես գրում եմ կամ ասում եմ այլ հարթակներում, Facebook-ում եւ Instagram-ում։ Եվ այնտեղ դիտումները 100,000 են, 200,000 են։ Միջինը 40-50,000 ամեն օր։ Ինչու՞մն է տարբերությունը։ Ընդամենը մի բանով։ Ես որպես անդիմադիր քաղաքական գործիչ ունեմ Facebook-ում հատուկ նշան պաշտպանելու իմ
գրառումները իմ կայքեջը պաշտպանված է։ Ժամանակին ինձ անդադ բլոկում էին եւ ես բողոքեցի, հարցը ուսումնասիրելուց հետո Facebook-ի ղեկավարությունը տվեց ինձ այդ փոքր պաշտպանությունը եւ իմ գրառումները ստանում են այնքան դիտում, որքան որ ստանում են եւ դա երևում է ամեն օր։ YouTube-ում նման պաշտպանություն չկա եւ ամեն գրառման, ամեն տեսագրության, տեսանյութի, ֆիլմի հայտարարության տակ անմիջապես հայտնվում են տասնյակ այսպես կոչված ռեպորտներ, բողոքներ անանուն մարդկանցից, որոնք աշխատում են այս իշխանության եւ նախորդ իշխանության փողերով։ Եվ YouTube-ը շատ զգայուն է նման բողոքների, ալգորիթմները անմիջապես իջնում են եւ բացարձակապես նույն կոնտենտը, բովանդակությունը սկսում է իջնել եւ չի բարձրանում խղճուկ 2-3 հազարից։ Ինչու եմ ես այդ ամենը պատմում։ Ես կանդրադառնամ այսօր նրան, թե ինչպես է իշխանությունը պայքարում իրական ընդդիմության հետ, մեզ հետ, եւ ինչպես է խրախուսում կեղծ ընդդիմությունը, որը նստած էր ազգային ժողովում եւ հիմա էլ է նստած։ Բայց հիմա ես ընդհանրապես հիշեցրեցի ձեզ, հիշատակեցի դա, որպեսզի հորդորեմ ձեզ արձագանքեք, կիսեք այդ նյութը, ուղարկեք, լայք դրեք կամ դիզլայք դրեք, ցույց տվեք, որ դուք նայում եք դա, որ YouTube-ը տեսնի ոչ միայն բողոքները կեղծանուններից, այլ իրական մարդկանց իրական վերաբերմունքը։ Իսկ եթե բաժանորդագրվեք, մենք ավելի հեշտ կտանենք մեր դժվար աշխատանքը, որովհետև մեր դեմ հիմա բոլորն են, եւ նախկինները, եւ ներկաները։ Հիմա վերադառնում եմ կարևորագույն հարցին, մեզ հաջողվեց ազատել բանտից մեկ մարդու, գոնը մեկ մարդու, Արթուր Օսիպյանը արդեն երկրորդ օրն է ազատության մեջ է։ Դա իր հացադուլի, բողոքի հացադուլի 23-րդ օրն էր։ Մենք շատ բան տեսանք այդ 23 օրվա ընթացքում։ Մենք կանգնում ենք ամեն օր կառավարության շենքի դիմաց։ Մեր գործընկերները նստացույց էին անում նախագահի շենքի դիմաց։ Եվ ես տեսնում եմ ինչպես էին մեր կողքով անցնում եւ ուշադիր ուսումնասիրում հակառակ պատը անդիմադիր պրոեվրոպական իրենց հրճակող գործիչները, կառավարության ղեկավարները, այո, ես տեսնում եմ այդ մարդկանց նախարարներին, աշխատակազմի ղեկավարներին, իմ նախկին գործընկերներին, որոնք ոչ միայն չէին օգնում մեզ, Արթուրին, ազատության, խոսքի ազատության գաղափարին, այլ նաև կամ արհամարում էին, կամ փախչում էին։ Մեզ այնուամենայնիվ հաջողվեց եւ այդ գործով անցնող գործով դատախազը հայտարարեց, ուղիղ ասեց, որ մենք նկատի առանք նաև քաղաքացիական հասարակության, այսինքն մեր ձեր եւ մեր բողոքները եւ նա բողոք չասեց, ասեց արձագանքները եւ պահանջները։ Այդպես որ ոչինչ հենց այդպես չի անցնում եւ մեկ մարդու կամքը կարողանում է փոխել քաղաքական իրավիճակը, իսկ մեկ խմբի բողոքը կարողանում է ազատություն բերել այդ մարդուն։ Հիշեք դա։ Մի մտածեք, որ ձեզնից ոչինչ կախված չէ։ Ձեզ փորձում են համոզել, որ դա այդպես է։ Ես մեծ դառնությամբ կարդում էի անեծքները, փնովումը, հերյուրանքները, զրպարտությունները եւ ատելության խոսքերը, որ հնչում էին Արթուրի եւ մեր հասցեին այս օրերին։ Ես չեմ մոռացել այդ ամենը եւ չեմ մոռանա, ոչ թե վրեժ պահանջելու կամ ստանալու հույսով, ոչ, ես պարզապես պետք է, ու մենք բոլորս պետք է հասկանանք, ինչ հասարակություն են ստեղծում այսօրվա իշխանությունները, պարակտված, ատելությամբ կուրացած, պարս մարդու արժանապատվությունը չգնահատող, ճշմարտությունը մերժող հասարակություն։ Եվ հենց դա է պատճառը,
նրա ինչ կատարվում է մեր երկրում հիմա։ Մեզ ասում են դուք պաշտպանեցիք ժողովրդավարությունը, այդ ո՞նց մենք պաշտպանեցինք ժողովրդավարությունը, ումից։ Պուտինի ծրագիրը իրականացվեց, Ալիևի ծրագիրը իրականանում է, Հայաստանը չի մտնում Եվրամիություն, Պուտինը ցինիկաբար պահանջում է ընդունել եք օրենքը, որը Հայաստանի Եվրոպական կուսակցությունն է նախաձեռնել, չմոռանաք, հատկապես դուք, որ ասում եք, դուք ինչ եք արել, որ մենք ենք ընդունել տվել այն օրենքը, որը գիշեր ու ցերեկ հիշատակում են Պուտինը, Լավրովը ատելությամբ, որը հիշատակում է Մակրոնը ու Ուրսուլա ֆոն դեր Լայնը հույսով, որը ձեր երեխաների ապագայի միակ հույսն է, որովհետև եթե Հայաստանը չի դառնա եվրոպական պետություն, Հայաստանը չի մնա պետություն, այս բռնապետների շրջապատում մեր երկիրը գնալով դառնում է բռնապետություն, երկիր, որտեղ դատախազին կամ քաղաքական գործչին կամ ազգային ժողովին վարչապետը կարողանում է մեկ զանգով կամ SMS-ով կամ փողոցում արված հայտարարությամբ հայոյանքով խեղաթյուրել, խեղել, ապականել մարդկանց ու երկրի ճակատագրերը։ Ես այս օրերին հաճախ հարց եմ տեսնում, իսկ ինչ արեցիք դուք, որ այդպես չստացվի։ Պատասխան եմ, սա է իմ այսօրվա խոսքի նպատակը։ Մենք ստեղծեցինք ժողովրդավարական ընդդիմություն եւ մեր նպատակն էր 2 տարի առաջ ձևակերպված, ոչ թե իշխանափոխությունը, այլ մի բան, որը մենք անվանեցինք ընդդիմափոխություն։ Մեզ թվում էր եւ հիմա էլ եմ ես այդպես կարծում, որ Հայաստանում պետք է նախ եւ առաջ փոխվի ընդդիմությունը, որ ազգային ժողովում լինեն ժողովրդավարական կուսակցությունները, այլ ոչ թե նախկին օլիգարխները, բռնապետները, նախագահները, վարչապետները, որոնք ոչ մի բանով չեն տարբերվում եւ կամ որոնցից ոչ մի բանով չի տարբերվում նաեւ այսօրվա իշխանությունը։ Ահա ինչու ես ոչ թե փորձում եմ արդարանալ կամ մեղքը մեզնից անել, բայց ես ուզում եմ պատմել ձեզ, թե ինչպես է իշխանությունը քանդել եւ շարունակում է քանդել այդ միակ ճիշտ ճանապարհով ընթացող քաղաքացիական հասարակությունը։ 24 թվականին մենք առաջարկել էինք Նիկոլ Փաշինյանին եվրոինտեգրման ծրագիր եւ ես բազմիցս ասել եմ, մենք հենց իրեն ենք առաջարկել առաջնորդել այդ ծրագիրը եւ խոստանում ենք աջակցել ցանկացած քայլին, որը բերելու է մեր երկիրը ավելի մոտ Եվրոպային, ավելի մոտ Եվրամիությանը, ժողովրդավարությանը, ազատությանը, ապագաղութացմանը։ Դա բերեց ի վերջո 25 թվականի մարտի 26-ի օրենքին Հայաստանի Եվրամիության անդամակցության մասին օրենքին։ Հենց դա է ատելությամբ եւ հեգնանքով մեջբերում Վլադիմիր Պուտինը։ Հենց հիմա։ Բայց անմիջապես սկսվեց հակադարձ աշխատանքը եւ սկսվեց հենց ԿՊ-ի ներսում դրա շնորհիվ։ Մենք դա տեսել ենք դեռ այդ օրենքի ազգային ժողովում նվիրված լսումների ժամանակ, երբ ԿՊ-ի իշխող կուսակցության կարկառուն դեմքերը անվանում էին մեր նախաձեռնությունը ժամանակավրեպ, հայդուկություն, Ղարաբաղյան շարժման շարունակություն, արկածախնդրություն եւ մերժում էին դա։ Այնուամենայնիվ վարչապետի որոշմամբ նրանք քվեարկեցին կողմ, որովհետեւ եկավ մի պահ 24 թվականի վերջում, երբ Փաշինյանը գիտակցեց իրավիճակի վտանգը, վերընտրվեց Թրամփը, թուլացավ Մակրոնը, ընտրություններում կորցնելով վերահսկողություն ազգային ժողովի, Ֆրանսիայի ազգային ժողովի հանդեպ, աջակողմյան կուսակցությունները մեկը մեկի հետևից իշխանության են գալի Եվրոպան սկսեց փակվել։
նշмарվում էր արճակատում եւ անջրպետ Եվրոպայի եւ Ամերիկայի միջև, այն ինչ տեղի ունեցավ 25 թվականին։ Այն ինչ 25 թվականի սկզբին Փաշինյանը համաձայնվեց մեր այն գաղափարի, որ եվրոինտեգրման մասին օրենքը փրկության օղակ է, խարիսխ է այդ սպասող փոթորիկից առաջ Հայաստանի համար։ Բայց Մոսկվան անմիջապես միջոցներ ձեռնարկեց եւ արդեն մայիս ամսից 25 թվականի Փաշինյանը հաստատեց, որ դուրս չի գալու Եվրամիությունից, կներեք, Եվրասիական այդ ԵԱՏՄ-ից։ Միություն, ինչ միություն, դա Ռուսաստանի կեղծանունն է։ Հապկում մնալ չմնալը այդքան էլ էական չէ, որովհետեւ դա եւս մի կեղծանուն է։ Ամենակարևորը, որ Ռուսաստանի վերահսկողությունը չթուլացավ Հայաստանի հանդեպ, որ ռուսական զորքը մնում է Հայաստանում, ինչ միայն ռուսական զորք։ Մենք խոսում ենք անկախությունից, ինքնիշխանությունից։ Դու գիտեք երկիր, որտեղ 2 թշնամական բանակ է կանգնած երկրի տարածքում։ Ռուսական զավթիչ զորքը 100 տարի եւ 3-րդ տարին է, ինչ 4-րդ տարին է։ Ադրբեջանական բանակն է անգամ այն քարտեզի սահմանների ներսում կանգնած, որը Փաշինյանը հպարտորեն կցում է իր պիճակներին։ Ահա անկախություն, ինքնիշխանություն։ Ժողովրդավարություն եք ասում, լավ։ Մեր շարքերում չկան իրական ժողովրդավար կուսակցությունների ղեկավարները, օրինակ Դավիթ Սանասարյանը, ինչու՞։ Որտեվ 22 թվականից ի վեր նա ենթարկվում է դատական հետապնդմանը, ու ինչ հետաքրքիր է, 25 թվականի վերջին դատախազը արդարացրեց նրան, բայց հաշված շաբաթներ անց 26 թվականի սկզբին արդեն Վերաքննիչ դատարանը բողոքարկեց եւ հետ ուղարկեց գործը, ու Դավիթ Սանասարյանը կրկին դատվում է։ Անդրեաս Ղուկասյանը գտնվում է նույնպես քրեական մեղադրանքի ներքո։ Վստահ եմ նույնքան անհիմն, ինչքան էլ Դավիթ Սանասարյանը։ 22 թվականից ի վեր դատական գործը իմ դեմ էր սկսել Արջին բանկը։ Մի ծանր պատմություն, որը սկսվեց նրանից, որ մի ազատամարտիկ պատերազմի ամիսներին Արցախում լինելով եւ հետո եւս 2 ամիս չկարողանալով վերադառնալ տուն, ընդհանուր առմամբ 4-5 ամսվա վարկը Արջին բանկից վերցրած չէր հասցրել մարել եւ հետո մենք խնդրեցինք, գրեցինք նամակ խնդրանքով վերակազմակերպել այդ պարտքը, մեզ մերժեցին եւ մեկնաբանությունների պատճառով իմ դեմ գործ հարուցվեց, որը 25 թվականին նույնպես կարճվեց, դատարանը որոշեց, որ մեղադրանքները իմ վերաբերյալ անհիմն են, բայց ընտրություններից առաջ, ինչպես նաև Դավիթ Սանասարյանի դեպքում, Անդրեաս Ղուկասյանի դեպքում, գործը վերադարձվեց քննության։ Ես կարող եմ շարունակել, բայց կարծում եմ այդքանն էլ հերիք է, որ դուք պատկերացնեք, թե ինչպիսին է այն մթնոլորտը, որտեղ որ աշխատում է ժողովրդավարական ընդդիմությունը։ Եվ դա աբսուրդ է, որովհետև սա արդեն եղել է բազմիցս։ Ամենաթարմ մոտիկ օրինակը Վրաստանն է, որտեղ ընդդիմությանը, ժողովրդավարական ընդդիմությանը նույն կերպ մասնատում էին, ջլատում էին, հետապնդում էին, բաժանում, պառակտում, թուլացնում։ Եվ ինչ եղավ հետո։ Հետո եկավ նույն բռնապետությունը։ Վրացական ազգանուններով եւ ռուսական աստառով։ Եկավ Իվանիշվիլին իր կուսակիցներով, իր կուսակցություններով, մնաց եվրոպական դրոշը, մնացին անպագորգոր խոստումները եվրոինտեգրման, ժողովրդավարության մասին,
մնաց այսպես կոչված վրացական երազանք։ Բայց Եվրոպան ի վերջո հասկացավ, որ դա սուտ է, գեղեցիկ է, եւ գեղեցիկ խոսքերի տակ թաքնվում է նույն պուտինյան հատուկ ծառայությունների ոգևորված նրանց միջոցով օլիգարխիկ կլանային Վրաստանը։ Եվ այն ինչ կատարվեց Հայաստանում օրեր առաջ, դա բացարձակապես նույն իրավիճակն է։ Հայաստանում նույնպես իրականացվեց վրացական երազանք, որովհետև իշխող օլիգարխիկ կլանը, որը ոչ մի օլիգարխին չի պատժել եւ չի պատժելու։ Ես սկսեցի դրանից։ Այդ ամպագորգոր կուրս ծեծող պայքարը նախկինների դեմ ինչով ավարտվեց 8 տարի անց, նրանով, որ դրանք բոլորը նորից նստած են ազգային ժողովում, այսինքն իրանք իշխանության մաս են կազմում։ Դե իշխանությունը դա գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունն է։ Ոչ թե ձեր քվեարկության այն մասով քվեարկել են նրան շնորհիվ, ոչ, որովհետեւ նրանք իրավունք չունեին էլ քվեարկվելու, մասնակցելու այդ ամենին։ Որովհետեւ իրանց դեմ ոչ թե մեր պես դզած, փչած, փքված, կեղծ գործեր էին, այլ շատ իրական միլիարդավոր դոլարների հասնող քրեական գործեր էին։ Ու մենք այդ ամենը գիտենք, բայց ոչ ոք չի պատժվել, որովհետև նրանք հարմար են եւ Պուտինին, եւ հետեւաբար ներկաներին, Փաշինյանի կուսակցությանը, որը դարձել է, իսկ միգուցե միշտ էլ եղել է իրականում այդ նույն նախկինների անկախտելի մասը։ Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, որի կարկառուն ջատագովն էր եւ կարծեմ անգամ անդրական շտաբի պետը Նիկոլ Փաշինյանը։ Այդպես էլ շարունակվել էր, ինչպես Տեր-Պետրոսյանը բերեց Սերժին, ինչպես Սերժը բերեց կներեք Քոչարյանին, ինչպես Քոչարյանը բերեց Սերժին, երկուսին էլ Տեր-Պետրոսյանը բերեց, իսկ ով բերեց Տեր-Պետրոսյանին, երևի կռահում եք։ Այդպես էլ եկավ իշխանության Նիկոլ Փաշինյանը։ Եվ Նիկոլ Փաշինյանը չի փորձում բերել իշխանությանը ժողովրդավարական ուժերին, ինչպես բերեցին նրան։ Նա ամեն ինչ անում է, որ ժողովրդավարական ուժերը մնան պառակտված, բաժանված, վարկաբեկված, թուլացած վիճակում։ Ահա ինչու Հայաստանում տեղի չունեցավ ոչ իշխանափոխություն, ոչ ընդդիմափոխություն։ Այդպես որ ոչ մի բան չի փոխվել։ Եվ հետևաբար պայքարը շարունակվում է։ Իսկ մենք չենք պարտվել, քանի դեռ պայքարում ենք։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն։